նախարար, ուրեմն զեկույցում նշված է, որ վերանայվել են նաև ոստիկանությունում ծառայություն ընդունվելիս թեկնածուներին ներկայացվող պահանջները եւ հատկապես կանանց կարիքները հաշվի առնելով պահանջները փոփոխվել են։ Ես հիշում եմ մեր հանդիպման ժամանակ հիմնական խնդիրը բարձրացվում էր տարիքի եւ հասակի հետ կապված, այս առումով որևէ փոփոխություն տեղի ունեցել է թե ոչ։ Տիկին Ղազարյան, երբ որ մենք հանդիպում էինք միասին Գեղարքունիքի մարզում կին ծառայողների հետ, այնտեղ արձանագրեցինք, որ հասակին եւ քաշին վերաբերող փոփոխություններն են փոփոխվել, բայց դուք նաեւ բարձրացրեցիք խնդիրը տարիքի մասով, եւ ես պիտի փաստեմ, որ արդեն իսկ ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով հանվում է տարիքային վերին շեմը, այսինքն 35 տարվա կանոնը դուրս է գալիս, բայց ինչն է կարեւոր։ Տարիքը չենք հանում միայն տարիքը հանելու համար։ Կարևոր է այն, որ կադրերին ընտրում ենք հաշվի առնելով իրենց որակական տարբեր տվյալները, ֆիզիկական տարբեր տվյալները, որոնք պիտի բխեն ոստիկանության առջև դրված խնդիրներից։ Հետևաբար ֆիլտրը լինելու է այս բոլոր բաղադրիչները հաշվի առնել, եւ եթե օրինակ անձը 37 կամ չգիտեմ 38-40 տարեկան է, ոչ մի բան չի խանգարում անցնելու ծառայության ոստիկանություն։ Ես լիահույս եմ, որ ԱԺ գործընկերների նաեւ օժանդակությամբ մենք կհասցնենք մինչեւ ամռային արձակուրդները նախաձեռնություն ընդունելու եւ նոր ընդունելություն արդեն աշնանը հայտարարելու։